Տիրոջը մենք շնորհակալ ենք Աստծուն իր անվանների բարքերի համար, իր որդի Հիսուս Քրիստոսի համար, որ որպես բարքև մեզ համար տվեց։ Այո, շնորհակալ ենք նրա անսահման սիրո համար, երբ այլս խոսած Աստծո սիրո մասին, այո, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ առաջ նա սիրեց մեզ և տվեց իր որդին կամություն մեր մեղքերի համար։ Այո, նրա սերն է, որ մեր անձերը պահում է կյանքի մեջ, նրա սիրո ողորմությունն է, այո, և այս ամենի համար թող իր սուրբ և պատվական անունը փառավորվի, այո, և գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց սուրբերի վիճակին լինելու, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից և տեղափոխեց իր որդու Հիսուս Քրիստոսի արքայության մեջ, որի արյունով ունենք փրկությունը, փառք Տիրոջը։ Այո, թեման առաջի Կորինթացիս 2-րդ գլխի 16 համարն է։ Այստեղ ասում է, և մենք Քրիստոսի միտք ունենք։ Մենք ունենք Քրիստոսի միտքը, ինչ է նշանակում ունենալ Քրիստոսի միտքը, ունենալ Քրիստոսի մտածելակերպը, ունենալ այն կյանքը, որը որ Քրիստոս ունի իրանում, ունենալ Քրիստոսի հոգին, ունենալ Քրիստոսի էությունը։ Հնարավոր է, որ մարդը կգիտենա ամեն խորհուրդները, հոգևոր կյանքի ամեն խորհուրդները և ամեն հավատքը սարերը տեղափոխելու, բայց ասում է, եթե սեր չունենամ, ես ոչինչ եմ, սա Քրիստոսի միտքը չէ։ Քրիստոսի միտքը սա է։ Եվ սա չի նաև Քրիստոսի միտքը, երբ այլս խոսած ցուցակների մասին, որ թե մեզանից ինչ-որ բաներ է պահանջվում, որովհետև նա գիտի մեր կազմվածքը, նա գիտի, որ մենք ով ենք ինչ պահանջի մեզանից, և նա չի անում մեզ մեր մեղքերի համեմատ, և չի հատուցանում մեզ մեր անօրենությունների համեմատ, այլ Քրիստոսի միտքը սա է։ Ես եկա, որպեսզի դուք կյանք ունենաք և էլ ավելի։ Եվ առաջի Կորինթացիս 1:9 գրված է հետևյալ խոսքերը. հավատարիմ է Աստված, որի ձեռքով կանչվեցանք դեպի նրա որդի Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Այո, մեզ Աստված կանչել է, որպեսզի մենք հաղորդ լինենք կյանքի հետ, որպեսզի մենք ունենանք հավիտենական կյանքը, որը որ իր որդուն է, և Աստված վկայեց, և սա է Աստծո վկայությունը, որ նա մեզ հավիտենական կյանք տվա, և այս կյանքը նրա որդու մեջ է, ով որ ունի որդու նա կյանք ունի, իսկ ով որ չունի Աստծո որդու նա կյանք չունի։ Եվ գրված է Հռոմայացիս 8-րդ գլխի մեջ, որ ում որ առաջուց ճանաչեց, նրանց սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու։ Այո, մենք կանչված ենք նրա որդու պատկերին կերպարանակից լինելու, նրա որդու այն ամեն աստվածային էությունը, որ ուներ, այդ ամենը մենք ունենալու, այդ պատկերը մենք ունենալու, և գրված է Եփեսացիս 4-րդ գլխի մեջ 13 խոսքից, որ Աստված եկեղեցուն դրավ առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, որպեսզի ամենքս հասնենք հավատքին և Աստծո որդուն ճանաչելու միությանը և կատարյալ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափովը, ամենքս հասնենք հավատքին, այսինքն վերջնական նպատակը Աստծո մեր կյանքում սա է, մեկանալ իր որդու հետ, մեկանալ կյանքի հետ, նա որ Տիրոջն է հարում, նրա հետ մեկ հոգի է, սա է կյանքը, սա է Քրիստոսի միտքը, սա է ուզում, որպեսզի մենք ունենանք, այս կյանքը մենք ունենանք, բայց հոգևոր կյանքում, մարդու կյանքում գալիս է մի շրջան, որ մարդը ունենում է հոգևոր կյանքում դժվարություն, որովհետև չի ճանաչում իր ով լինելը։ Սկզբում գալիս է մի քանի մեղքեր, ինքը խոստովանում է, իր կյանքը փոխվում, Աստված վերստին ծնունդ է պարգևում, ու ինքը մտածում է, որ այսպես
մի քանի մեղք եմ գործել, հետո խոստովանել եմ, վերջացել, գնացել է։ Բայց մարդու կյանքում գալիս է մի բան, որ ինքը տեսնում է, որ ինքը խորը անհավատության մեջ է։ Եվ Աստված մի աշխատանք է տանում մարդու հետ, որպեսզի մարդը դադարի իրանից, մարդը դադարի իրան հավատալուց։ Ասում է, երբ որ Սուրբ Հոգին գա աշխարհին կմանի մեղքի համար, մեղքի, որ ինչ չեն հավատում, այսինքն մարդը հավատում է իրան, այն եդեմական պարտեզում, երբ որ մոտեցավ կնոջը եւ ասեց, «Կեր Աստծո պես կլինես», այսինքն դու կարող կլինես, դու կարող կլինես, եւ մարդը հոգեվոր կյանքում մտածում է, որ ինքը կարող է եւ իր ուժերով կարող է ինչ-որ բաների հասնել։ Աստված ջան, դու ինձ մի քիչ օգնի եւ ես կարող եմ։ Ու գիտեք, անկեղծ հավատացյալը, Աստծուն սիրող մարդը ինքը սկսում է պահել Աստծո օրենքը, կատարել Աստծո օրենքը։ Շատ բաներում ստացվում է, շատ ճակերտների մեջ այդ ստացվել է, շատ բաներում չի ստացվում ու այստեղ այն ինչ որ ես իմ պաշտի վրա զգացել եմ փոքր կվկայել, երբ որ Տերը ինձ այցելություն արեց, իմ կյանքը ամբողջովին փոխվեց։ Անկեղծ եմ ասում, ես ոչ մի վատ միտք չունեի, ամբողջովին փոխել էր ինձ եւ նոր մարդ էր արել։ Ես այդ ժամանակ երիտասարդ էի։ Ու դրանից հետո անցավ մի որոշ շրջան, երբ որ ես նայում էի իմ կողքիններին ու տեսնում էի նրանց տկարություններն ու մեղքերը, ես ինձ նրանցից վեր էի դասում, ասում էի, ինչքան շուտ ես ապաշխարել, իմ սրտի մեջ էի ասում այդ ամենը, ինչքան շուտ ես ապաշխարել ինձանից, բայց հենց տկարությունների մեջ ես, այդ մեղքերի հետ սխալներն ես գործում, բարկանում ես անում, ու իմ կյանքում սկսվեց այդ փորձությունները, մեղքը գլուխ բարձրացրեց, երեկո ավել եղբայրը խոսած այդ մասին, որ պատվիրանքը վրաս հասավ եւ մեղքը ոչնցավ եւ ես մեռա։ Եվ հիշում եմ նույն մեղքը մի քանի անգամ գործելուց հետո եւ Աստծո գիտությունը չիմանալով կարդացել է այնտեղ, եթե մեկը հոժար կամքում մեղք գործելու լինի, նրանից հետո նրան մեղքերի համար զոր չկա։ Ես էլ մտածում էի, ինձ ու ինձ քնում էի, լացում էի, ասում էի, ես մեղքը, ես գիտեմ, որ սա մեղք է, ու քանի անգամ եմ ես գործել, ու քանի անգամ եմ խոստացել, որ ուշադիր կլինեմ, զգույշ կլինեմ եւ ես մեղքը չեմ գործի, բայց էլի ստացվել է, էլի գործել եմ, նշանակում է, որ էլ ինձ մեղքերի համար էլ զոր չկա, որ ինձ էլ ներում չկա, եւ էլիս փրկություն չկա, եւ իմ բաժինը դժոխք քնավ այդպես այդ մտքերի մեջ, բայց գիտեք, ու հակառակորդներ միտք էր բերում, որ ինչի կա պետք է, որ մնացել ես երիտասարդ ես, 20 տարեկան ես, գնա եւ այս աշխարհը վայելի, մեկը խոմոլ չստացվեց, բայց եղբայրս խոսած Քրիստոսի սիրո մասին, այդ սերը ճաշակել էր տվել Աստված, այդ սիրո հայտնությունը եղել էր, ու ես այդ ժամանակ ծնկների վրա էի ու այդ մտքերի մեջ, ու այդ պատերազմների մեջ հետևյալ խոսքերը ասեցի, եւ այդ խոսքերը երբ որ ասեցի, ես զգացի, որ դա իր սիրո մղումն էր եւ սա ոչ թե ինձանից էր, ապա նրանից էր։ Ասեմ, սիրելի եղբայրներ, քույրեր, ամեն բան նրանից է, նրանով է եւ դեպի նա նրան փառքավիճան ես ամեն, մեզանից բան չկա, մենք ոչինչ անել չենք կարող, ոչինչ անել, ոչինչ մտածել չենք կարող, ու հետեւյալ խոսքերը դուրս եկավ ինձանից, Տեր Հիսուս, թեպետ իմ մոտ չստացվեց եւ ես գնալու եմ դժոխք, բայց ես քեզ չեմ կարողանում, ես մինչեւ իմ կյանքիս վերջ, ինչպես որ ապրել եմ, գալու եմ պաշտամունքների, քեզ փառք եմ տալու, վերջում եմ գնալու եմ դժոխք, ու հենց այդ պահից Աստծո ներկայությունը Քրիստոս ինձ գրկեց, ու ես զարմացել եմ, ասում եմ, լավ, եթե ես գնում եմ դժոխք, ինչի համար այս ներկայությունը, ինչի համար ես դու ինձ պահում քո ներկայության, քո սիրով, ինչու համար ես ինձ գրկել, ու այդ պատերազմների մեջ այստեղ մոտ 25 տարի առաջ երիտասարդական պաշտամունք էր,
հենց այստեղ նստած, աջ կողմի անկյունում գլուխս կախած, ջախջախված, ու վրեժ եղբայրը խոսում էր մեր սիրելի, վրեժ եղբայր, այո, մենք շատ տարոտով դեռ հիշելու ենք մեր եղբայրներին, այո, մեր հրար եղբորը, վրեժ եղբայրը խոսում էր Սուրբ Հոգու դպրոցի մասին եւ ասում էր, որ եթե դու պարտվում ես մեղքից շարունակաբար, պայքարում ես, դու ուզում ես հաղթել մեղքին ու պարտվում ես, քո հետ բարի բան է կատարվում ու ես լսում եմ իմ համար էր խոսում, ամբողջ պաշտամունքի իմ համար էր, դա Քրիստոսի հոգին էր ինչպես որ Տերը ծովը կտրեց և գնաց մի գերգեսացի դիվահարի համար ու բժշկեց եկավ և այդ ամբողջ պաշտամունքը ես կարող եմ ասել իմ համար էր, ասում եմ ոնց Տեր Աստված, ոնց է իմ հետ բարի բան կատարվում, որ ես մեղք եմ գործում և եղբայրը բացատրում էր, ասում էր որովհետև օրենքը քո վրա հասել է, պատվիրանքը քո վրա հասել է, մեղքը ողջունցել է և Աստված ցույց է տալիս, որ դու ես մեղավոր բնություն, որ դու ճանաչես մեղքի մեղավոր լինելը, այո ես համոզված եմ, որ կան այստեղ շատ երիտասարդներ, ովքեր որ շարունակաբար պարտվում են մեղքից ու պարտվում են ու պայքարում են և խոստանում են, որ են չեմ անի և խոստովանում են իրենց նույն մեղքը ամեն ժամանակ, բայց մի կարևոր բան կա խոստովանելու, մի կարևոր բան կա խոստովանելու, որ ես ոչինչ եմ և ոչնչություն և ինձանից ոչինչ չեմ ներկայացնում, ինչ խղճալի մարդ եմ ես ու դադարում է իրանից, դադարում է իրան հավատալուց, ինչպես Երեմիան 10:23-ի մեջ ասում է, ով Տեր գիտեմ, որ մարդինը չէ իր ճանապարհը և գնացող մարդի բանը չէ, որ ուղղե իր գնացքը, այո, մարդը կարող չի ուղղել իր գնացքը, բայց Ադամից ժառանգած հավատքը հետևյալն է ասում ես, դու կարող ես, այո, գողը գալիս է, որ միայն գողանա սպանի և կորցնի և սատանան մեր ուշադրությունը ամեն ժամանակ դրում է և ուղղում է մեր վրա, մեր անձի վրա, մեր գործերի վրա, ով մարդ, որ դու կարող ես պարապելով, հոգևոր պարապմունքներով անելով հասնել այդ հարթությանը, մենք չենք կարա, այլ մենք միայն մեզանից դադարել, նրան հանձնվել, ինչպես Երեմիան ասում է, ով Տեր, փրկես ինձ, կփրկվեմ, բժշկես ինձ, կբժշկվեմ, որովհետև ես մեղավոր եմ մեղքի տակ ծախված և մեղքին գերի, մեղքի էությանը գերի, այն օրենքին գերի, որը որ միշտ ինձ մեղք գործել է տալիս և ես դրան ստրուկ եմ Տեր, ինձ փրկես և կփրկվեմ, բայց ավետարանը, գիտեք, ավետարանը մանուկների երեխաների համար է, եթե դարձի չգար երեխաների պես չլինեք, երկինքի արքայություն չեք ուտի, լսել ավետարանի խոսքը, ավետիքի խոսքը, ինչ կա ավետիք մեզ համար տրված, իմաստուններից, գիտուններից ծածկեցիր, երեխաներին հայտնեցիր, այո, ոչով չի ճանաչում հորը, բայց միայն որդին, և ում որ որդին կամենա հայտնել, որդին կամենում է հայտնել երեխաներին, ովքեր որ կարող են երեխայի նման լսել, ընդունել շնորհքը, և մեր սիրելի հրայր եղբայրը մեջ բերում էր անում Եսայա մարգարեություն 61-րդ գլխի առաջին խոսքից, որովհետև Տեր Եհովայի հոգին ինձ վրա է ստորում, Տերը օծել է ինձ, նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին, բժշկելու գերիներին ազատություն հրատարակելու և տապյալներին արձակում Տիրոջ համար հրատարակելու տուների տարին և վրեժխնդրության օր մեր Աստծո համար, բոլոր սգավորներին մխիթարելու և հրատարակելու ազատություն գերիներին, այո, հրատարակելու ավետիքը տալու, աշխարհուսանքը տալու, ավետարանի բարի լուրը տալու, որ ով մարդ Հիսուս Քրիստոսը քո համար խաչվել է, այդ մեղքը քեզանից վերցրել է մեղքի էությունը, Աստված նրա վրա դրան մեր ամենի մեղքը և այդ խաչի հայտնությունն ալինում, ումն ալինում, նա որ տեսել է, որ իրանից է հույս չկա ու Տիրոջն ապավինում դադարել է իրանից, տեսել է իր մեղավորի էությունը, իր ապականված էությունը
Եփեսացիս 4:22-24 խոսքերում ասա, որ ձեզանից դուրս արեք հին մարդը, որ խաբեբայության ցանկությունով ապականված է, փչացած այնտեղ մի լավ բան չկա, մարդը ճանաչում է իրան, ուր որ ավելի եղավ մեղքը, մարդը ճանաչում է իրան մեղավոր լինել, իր ապականվածն ու իր ոչնչություն լինելը, ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ինչ եղավ, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհք, այնտեղ բացվեց Տիրոջ շնորհքը, որ ով մարդ, ես գիտեմ, որ դու մեղավոր մեղքերի մեջ մեռած ես, ես գիտեմ, որ դու քո արյան մեջ կոխ էիր տրվում, ծնվածդ օրը գցվեցար դաշտի երեսը և մի չկար, որ քեզ կնայեր, դու մեռած քո մեղքերի հանցանքների մեջ, և ես քո կողքով անցա, և քեզ ապրե ասեցի, այո նա մեզ ապրե ասեց, ես ապրե ասելը հենց այնպես խոսք չէր, ես ապրե ասելը նա Փիլիպեցիս 2:5 խոսքը, որ Աստծուն հավասար լինելով, Աստծո պես լինելով, հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առավ, հոժարվեցավ մահվան, և այն էլ խաչի մահ, թողեց երկնքի փառքը, ամոթը արհամարեց իր առաջին դրած ուրախության համար և Աստծո աթոռի աջ կողմը նստեց, Քրիստոս մեզ համար տառապեց, այդ մեղքը, որ մեղքի վարձքը, որ մենք պետք է ճաշակեինք, նա ճաշակեց մեր փոխարեն և մեզ այդ ճաշակելով ենք ապրել բարի մեջ, Հիսուս Քրիստոսի արած գործն ասա խոսում է նրա հավիտենական սիրո մասին ու մեզ հաշտեցրեց Աստծո հետ և դեռ որ թշնամի էինք Աստծո հետ հաշտվեցինք նրա որդու մահովը և որքան ավելի որ հաշտված ենք կապրենք նրա կյանքով Հիսուս Քրիստոս մեզ համար ամեն բան արել է, ամեն բան պարգևել է, ամեն բան շնորհել է և մեզ միայն մնում է ապրել հավատքով, նրա մեջ կենալով, մեր հայացքը նրան ուղղված լինելով, մեզանից դադարած լինելով 46 Սաղմոսի 10-րդ խոսքում գրված է. դադարեցեք, մարդ իրանից դադարում է, որովհետև տեսնում է, որ իրանից էլ հույս չկա և ճանաչեցեք, որ ես եմ Աստված և ճանաչում Աստված և բացվում է իրան, Հիսուս Քրիստոսով ինչ է արված, այո գիտեք սիրելի եղբայրներ քույրեր, Աստված նախաձեռնությունը Տիրոջն է, նա է այս բարի գործը մեր կյանքում սկսել և նա է մինչև վերջ կատարելու է, հավատարիմ է Աստված, որի ձեռով մենք կանչվեցանք, որ նա մեզ կանչել է և մինչև վերջ է անելու է, մինչև Հիսուս Քրիստոսի օրը, նա է, ամեն բան նրանից է, նա արել է արդեն, նա մեզ շնորհել է արդեն, ուղղակի մնում է որպեսզի մենք ունենալով այդ միտքը, եղբայրները խոսացին փոքր որդու մասին, ես կուզենայի կարճ ասել մեծ որդու մասին, մեծ որդին լինելով հորտան մեջ, բայց միտքը փակ էր, ինքը չէր տեսնում, որ ինքը որդի է, ինքը իրան տեսնում էր որպես ծառա ու պետք է գործեր անի ու պետք է ծառայի իր հորը, որ մի հատ ուր ու երբ որ հայրը լսեց, զարմացավ ասեց որդիս, ինչ ուր, ամեն ինչ որ իմս է, քոնն է, քեզ է պատկանում և մենք վերստին ծնված լինելով, Աստծո զավակներ լինելով, մեզ ամեն բան տրված է, ուղղակի, ես մնում է, որպեսզի ինչպես Ամոսի հեղինակն է ասում, բաց արա իմ աչքերը, որպեսզի օրենքի հրաշքները տեսնեմ, և գրված է, որ նրանց մտքերը բացա, որպեսզի գրքերը հասկանան, մեր միտքը օրեցօր լուսավորվի, և մենք տեսնենք, ճանաչենք Աստծո պարգևը, և թե մեզ համար ինչ է տրված, մեզ համար ինչ է արված, մեզ ինչ է շնորհված, այդ ամեն ինչը շնորհված է մեզ, ինչպես գրված է, առաջի Կորինթացիս այս համարն ուզում կարդալ և ավարտել 2-րդ գլխի 12-րդ խոսքը, բայց երբ որ
Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից տրվեցավ մեզ։ Այո, մենք Աստծո հոգին ենք առել, որպեսզի ճանաչենք այն բոլոր բաները, որ մեզ համար տրված է, որ մեզ շնորհված է, որ մենք իրար շնորհով փրկված ենք, եւ սա մեր հետ կապ չունի, շնորհքով ենք փրկված հավատքի ձեռով։ Եվ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, եւ ոչ էլ գործերից է, որ մեկը չպարծենա, այո, ինչքան էի փորձել գործեր, բայց նա որ գործ չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն։ Սրա համար թող Աստված օրհնի, դադարած մեզանից ճանաչենք մեր իղձ էությունը, մեր ապականված էությունը, եւ մեր աչքերը ուղենք մեր հավիտենական կյանքին, մեր կյանքին ուղենք եւ նրա հետ ապրենք, որովհետեւ Քրիստոս մեռավ, որ մենք թե ապրենք, թե քնենք, թե արթուն լինենք, նրա հետ մեկտեղ ապրենք։ Ամեն։